քո ամենահաջողված թրեյդերից ինչ հետաքրքիր օրինակ կպատնես։ Netflix-ը COVID-ից հետո Netflix-ը բարձրացել էր իր այդպես իստորիչիսկի մաքսիմումին, դրանից հետո դառնում է Ուկրաինայի, Ռուսաստանի դեպքը, Netflix-ը հայտարարում է, որ ինքը եւս լքում է ռուսական շուկան ու արդեն կարեկցիան եղել էր $800-ից 440-ի կողմերը, երբ որ ինքը հայտարարում է, գնում է մինչև $180-190։ Պարզա չէ, որ կամպանիան, որը որ ամենալավ TV շոուներն է թողարկում, Մետան էր դաժե հրապարակի, որ ինքը միակ սթրիմինգի պլատֆորմն է, ով որ գնում է Facebook-ից, Մետայից դատա, թե պերիպիսկաներուն մարդիկ որ սերալի վերաբերալ, որ կերպարի մասին ինչ են խոսում ու դրա համար իր պրոյեկտները որ նայում ես, միշտ ինչ որ մեկը վրոդի երկրորդական դերում է, մեկը դառնում է ինքը գլխավոր դեր եւ այլն։ Դες այդ ամեն ինչը Ռուսաստանից դուրս գալով դու չես կորցնում այդ քո սկիլը։ Բացի դրանից նայում ես ռուսական շուկան իր համար 2 միլիոն վճարող պատպիսчик էր։ Իր ընդհանուր բիզնեսի մեջ դա շատ փոքր տոկոս էր։ Բարձա, որ իր մյուս աչոտները երբ որ դուրս գան, երևալու է, որ այդ 2 միլիոն պատպիսчикը իր համար եղանակ չի փոխել։ Դες այդ 180, 190, դաժե $200, դա շատ հանճարեղ ու շատ ակնհայտ գործարքն է, որտեղ որ դու պետքա կյանքում քիչ ա լինում տենց հնարավորություն, բայց այդ հնարավորությունների հաշվին ես դու մեծացնում կապիտալները։